Նորից unboxing Թեմուից։ Այսօր ես անելու եմ unboxing Թեմուից։ Այս անգամվա պատերազմ բավականին մեծ է։ Կարմիր, սպիտակ, դեղին, գազերագույնը, այս որն էր վարդագույն։ Անտիկ։ Թեմուն առաջարկում է գներ, որ ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի։ Ավելի մատչելի տարբերակ շուկայում ուղղակի գոյություն չունի։ Ինչքան որ գրավիչ է առաջարկը, այդքան էլ տարօրինակ է։ Այստեղ մենակ այն չի, որ կա լավ չինական ու վատ չինական արտադրություն։ Շատ հաճախ Թեմուից պատվերներ են անում ու ապրանքը իրականում ավելի լավ որակի է լինում, քան ակնկալում էինք։ Նույն հագուստի համար Zara-ում, Mango-ում ու նման խանութներում մի քանի անգամ ավել ենք վճարում առանց երկար մտածելու։ Բայց արդյոք ավելի լավ որակ ենք ստանում, թե նույն ապրանքի համար վճարում ենք ավել, որովհետև եթե Թեմուն սպառողին միանգամից կապում է հենց գործարանի հետ, իրանք պիտի այնքան շատ եկամուտ ունենան, որ կարողանան խանութի տարածքը վարձակալել կամ գնել, աշխատողներին վճարել, մարքեթինգ, գովազդ, մոդելներ ու նման շատ ուրիշ ծախսեր, որ գումարվում են հենց ապրանքի գնին։ Արդյոք Թեմուի հագուստներն ու մոլերի խանութներում վաճառվող ապրանքները գալիս են նույն գործարաններից։ Ինչ կապ ունեն մուսուլման ստրուկները այս ամեն ինչի հետ, ինչպես գտնել որակյալ հագուստ ու վերջապես որն է ճիշտ տարբերակը։ Փորձել ենք հասկանալ ու ինձ թվում է ունենք պատասխանը։ Եկեք բացատրեմ։ Այսօր մի հատ թեմա ունենք, որ իմ կարծիքով ոչ թե մարդկանց չի հետաքրքրում, այլ ուղղակի չեն մտածել, որ կարելի է խորանալ, իսկ եթե խորացել են, կեսից խճճվել են ու դուրս եկել։ Իմ համար մեծ բացահայտումներ եմ արել, միգուցե շատ եմ խորացել ինչ-որ տեղել, բայց կփորձեմ ամեն ինչ ավելի պարզ ու համառոտ ներկայացնել։ Չնայած որ այդ համակարգը այնքան մեծ է ու խառը, որ մի քանի շաբաթ ուղղակի չի կարողանում մի ծայրից հասնել մյուսին։ Շատ բան ունեմ ասելու, հնարավոր է, որ ինչ-որ հատվածներ բոլորին չհետաքրքրեն, բայց առաջարկում եմ ամեն դեպքում մնալ ու լսել, որովհետև ընթացքում բացատրելու եմ, թե ոնց կարելի է որակյալ հագուստ գտնել ու ինչի է այդպես։ Սկզբում ընդամենը ուզում էի հասկանալ, թե արդյոք չնայած գնային տարբերությանը երկու դեպքում էլ ապրանքը արտադրվում է նույն գործարաններում։ Շատ չանցած հասկացա, որ այդ հարցին կարճ պատասխան չկա ու չնայած որ չէի պատրաստվում խոսել այս թեմայով, այն ինչ բացահայտել եմ մեղմ ասած մարդու իրավունքների ոտնահարումը, ինձ թվում է բոլորս պիտի իմանանք, թե ինչու։ Կարևոր մի կետ մինչև բուն թեմային անցնելը, ինձ թվում է պարզ է, բայց ամեն դեպքում ասում եմ, որովհետև մեկնաբանությունները ինչ ասես գրում են։ Ես այստեղ չեմ, որ ձեզ ասեմ, թե որտեղից կատարեք ձեր գնումները, այստեղ չեմ, որ որևէ մեկին քննադատեմ, ընդհանրապես տալիս եմ ինֆորմացիա, իսկ թե ինչ կանեք դրա հետ, ձեր խնդիրն է։ Instagram հարցում էի դրել ու ինձ թվում է արդյունքները սպասելի էին, բայց խնդիրն է նա, որ այստեղ ընտրություն են կատարում մի քանի շատ վատ տարբերակների միջև։ Եթե վերցնեք ձեր բոլոր հագուստները ու ստուգեք պիտակները, որ տեսնեք, թե որտեղ է արտադրվել, անընդհատ տեսնելու եք մի քանի երկրների անուններ։ Չինաստանը, Թուրքիան ու Բանգլադեշը Հայաստանում ավելի շատ են հանդիպում, բայց կախված թե որ խանութներից եք ավելի շատ օգտվում, հնարավոր է որ տեսնեք Մարոկո, Պորտուգալիա, Պակիստան ու այլի մի քանիսը։ Իրականում միշտ այսպես չի եղել։ Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ յուրաքանչյուր երկրում կարող եք գտնել տեղական արտադրանք կամ հագուստներ, որ ներկրել էին հարևան երկրներից։ Այդ տարիներին մարդիկ ավելի քիչ թվով հագուստ ունեին ու ավելի թանկ գներով էին ձեռք բերում, դրա համար էլ ավելի երկար էին պահում։ Հիմա մեր տատիկները, պապիկները, ավելի մեծ ծերունդները սովորեն, որ մի կոշիկը հագնում են մի քանի տարի, ինչը մեր դեպքում այդքան էլ տենց չի։ Հիմա մենք նույն կոշիկից ունենք մի քանի զույգ ու բոլորը միասին ավելի արագ են մաշվում, քան իրանց մեկ զույգը։ 1960-ական, 70-ական թվականներին Հարավային Կորեան ու Թայվանը առաջարկում էին ավելի մատչելի արտադրանք, որովհետև նպատակ ունեին տնտեսությունը զարգացնել արտահանումների հաշվին։ Այսինքն մեծ քանակով, բայց ցածր գներով հագուստ էին առաջարկում արդեն արևմտյան երկրներին։ Արդյունքում երկու երկրներում էլ տնտեսությունը սկսում է զարգանալ։ Իհարկե ոչ միայն հագուստի արտահանման հաշվին, որովհետև շատ ուրիշ բաներ էին արտահանում, բայց ժամանակի ընթացքում գործատուները ստիպված են լինում բարձրացնել աշխատավարձերը, կյանքի որակն է փոխվում, աշխատաժամերը կրճատվում են ու իրանց մնում է երկու տարբերակ։
Կամ պիտի բարձրացնեին ապրանքների գները, կամ էլ պիտի արտադրությունը կատարվեր երկրներում, որտեղ աշխատուժը դեռ էժան էր համարվում։ Դրան գումարած արևմտյան երկրները սկսեցին սահմանափակումներ դնել ներկրումների հետ կապված, յուրաքանչյուր երկրից թույլատրելի էր ներկրել X քանակությամբ հագուստ, որ այս երկու երկրները իհարկե գերազանցում էին մի քանի անգամ։ 1971 թվականին դաժան պատերազմից հետո Բանգլադեշը անկախացավ Պակիստանից ու քանի որ բնական ռեսուրսներ շատ չունեին, տնտեսությունը զարգացնելու համար ուրիշ բան պիտի մտածեին։ Մեծ բնակչություն ունեին ու բոլորը պատրաստ էին անել ցանկացած աշխատանք, որ այդ ծանր ֆինանսական իրավիճակից արագ դուրս գային։ Առիթից օգտվելով Հարավային Կորեան ու Թայվանը սկսում էին Բանգլադեշում հագուստի արտադրամասեր հիմնադրել, որ նախ կարողանային ծախսերը կրճատեին, հետո էլ իրավունք ունենային ու այդ հագուստը արտահանեին արևմուտք։ Նույն բանը 90-ական 2000-ական թվականներին տեղի ունեցավ Չինաստանի հետ։ Աշխատավարձերը սկսեցին բարձրանալ, գերազանցում էին թույլատրելի արտահանումների չափը ու ինչ որ կետից սկսեցին աշխատել Վիետնամի ու Կամբոջայի հետ։ Այս սահմանափակումները ակտիվ էին 1974 թվականից ու պաշտոնապես չեղարկվեցին 2005-ին, բայց այդ ընթացքում, այդ 30 տարիների ընթացքում շատ գործարաններ էին հիմնադրվել, համակարգ էր ստեղծվել, որ արդեն նորմալ աշխատում էր ու հիմա էլ շարունակում է աշխատել։ Զարայում, Մանգոյում ու ելի մի քանի նմանատիպ խանութներում կարող եք գտնել արտադրանք, որ գալիս է նաև Պորտուգալիայից ու Մարոկոյից։ Մարոկոն չնայած որ ուրիշ մայրցամաքում է գտնվում, Իսպանիային ու Ֆրանսիային շատ մոտ է, նավով ընդամենը մի քանի ժամվա ճանապարհ է։ Այստեղ աշխատուժը ավելի էժան է, քան Եվրոպայում, մի փոքր ավելի թանկ է, քան Ասիայում, այսինքն Եվրոպա ներկրողների համար ավելի ձեռնտու է այստեղի արտադրանքը վերցնել, կրճատել ճանապարհածախսը, ու չնայած որ արտադրանքի համար մի փոքր ավելի շատ են վճարում, սպառողին ավելի սուղ ժամկետներում են կարողանում հասցնել։ Պորտուգալիայի դեպքում ամեն ինչ ուրիշ է։ Աշխատուժը թանկ է։ Ճանապարհածախսը ճիշտ է կրճատում են ահագին, բայց վերջում էլի ավելի թանկ է ստացվում։ Պորտուգալական գործարաններին ավելի շատ են վճարում ու հետևաբար ավելի բարձր որակի ապրանք են ակնկալում։ Այս մի քանի խանութներից Զարայում եմ նկատել պորտուգալական արտադրության մի քանի բան, բայց միգուցե կա ես չեմ նկատել։ Եթե գտնեք, իմացեք, որ հավանաբար ավելի բարձր որակի է։ Elsie Waikiki-ում ինձ թվաց, որ ոչ մի հագուստի պիտակի վրա գրված չկա արտադրող երկրի անունը։ Եթե ինչ այս խանութներում առաջին անգամ չէի, ուղղակի ուշադրություն չեմ դարձրել։ Երբ որ հասկացա, որ ոչ մի պիտակի վրա գրված չի, թե որտեղ է արտադրվել, այդ արդեն տարօրինակ էր։ Ընկերուս ասում էի հաստատ Բանգլադեշն է։ Հետո գտա պիտակները։ Հենց այն մեկը, որի վրա գրված էր, թե որտեղ է արտադրված, ներսից էր կարված, մեծ տեքստի մեջ է խցկած, հետո էլի ուրիշ բաներ են գրված ու տպավորությունն է, որ փորձել են թաքցնել։ Չէի սխալվում ու ինչի է ենթադրում, որ հենց Բանգլադեշն է, որովհետև ինձ թվում է ոչ մեկիս համար գաղտնիք չի, որ շատ վատ պայմաններում են աշխատում։ 2013 թվականից մարդիկ ամբողջ աշխարհում սկսել են խուսափել Բանգլադեշի արտադրությունից, որովհետև երբ որ տեսնում են խանութում այդ հագուստի արժեքը, բայց գիտեն, թե ինչ պայմաններում է արտադրվել ու իրականում ինչ արժի, չեն ուզում այդքան շատ վճարել։ Եթե ուզում եք դուք էլ իմանալ, թե իրականում ինչ արժեն այս շորերը ու ինչքան եք վճարում դուք, մնացեք մինչև վերջ։ Elsie Waikiki-ին չնայած որ սկզբում ֆրանսիական ու թուրքական, իսկ հիմա միայն թուրքական բրենդ է համարվում, արտադրության մեծ մասը ներկրում է Բանգլադեշից։ The sound was deafening. 1,000 people crushed and struggling to get out. «2013 թվականի ապրիլի 23-ին Rana Plaza-ի աշխատակիցները սկսում են նկատել, որ պատերի վրա մեծ ճաքեր են առաջացել։ 8 հարկանի շենքում մի քանի բիզնես էր գործում։ Մի քանի խանութ, 1 բանկ ու 5 հագուստի արտադրամաս։ Հենց որ ճաքերը նկատում են, այս բիզնեսների մենեջերները աշխատակիցներին տուն են ուղարկում ու ասում վաղնել չգաք, մինչև հասկանանք ինչ է կատարվում։ Ճաքերը մեծ էին ու անընդհատ նորերն էին ավելանում։ Պարզեր, որ ապահով չէր։ Իհարկե խոսքը բոլոր բիզնեսների մասին է, բայց ոչ հագուստի արտադրամասերի, որովհետև իրանք եթե 1 օր էլ չաշխատեն, մեծ թվով պատվերներ են ուշացնում։ Իսկ այս խանութները չէին կարող սպասել։ Ինչի, որովհետև մեր նման մարդիկ պիտի գնան խանութ ու ամեն անգամ նոր տեսականի տեսնեն։ Գործարանների աշխատակիցներին ասում են, որ եթե հաջորդ օրը չգան աշխատանքի, կզրկվեն 1 ամսվա աշխատավարձից, իսկ եթե հիշում եք, սա արդեն ապրիլի 23-ն է, այսինքն իրանք 23 օր աշխատել էին ու դրա համար չէին վճարվելու։ Իսկ այս մարդկանց շատերը այդ $100-120 ամբողջ ընտանիքին 1 ամիս պահում էին։ Հաջորդ օրը ապրիլի 24-ին առավոտյան ժամը 8-ին գործարանի աշխատակիցները սովորականի պես գալիս են աշխատանքի, որովհետև ոմանց սպառնացել էին, մյուսներին ասել էին, որ արդեն եկել ստուգել են ու ասել են, որ ամեն ինչ նորմալ է, հանգստանալու կարիք չկա։ Իրականում ճիշտ էին ասում, որ եկել ստուգել էին, բայց արդյունքում պարզել էին, որ
2006 թվականին շենքը կառուցվել էր առանց համապատասխան ստուգումների։ Ի սկզբանե 4 հարկեր, իսկ մյուս 4 հարկերը ապօրինի ձևով կառուցել էին ավելի ուշ։ Հենց այդ վերևի հարկերն էլ պատկանում էին գործարաններին։ Այս ամեն ինչի հետևանքով գալիս է մի օր, որ այդ ծանր գործիքներն ու այսքան մարդ այդ շենքը ուղղակի չի կարողանում պահել։ Հազարավոր մարդիկ էին աշխատում այստեղ ու օգտագործում մեծ թվով ծանր սարքեր, որ առաջին հերթին այդտեղ չպիտի լինեին։ Այսպես շատ մարդիկ գալիս են ու անցնում գործի, չնայած որ բոլորը տագնապի մեջ էին։ 8:57 րոպեին, երբ շենքում գտնվում էր 3122 մարդ, բարձր աղմուկ է լսվում, ինչից հետո շենքը մի քանի վայրկյանների ընթացքում հավասարվում է գետնին։ Մահացավ 1134 մարդ, իսկ ավելի քան 2400-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվեցին 17 օր, ինչից հետո դադարեցրին, որովհետև չէին մտածում, որ ինչ-որ մեկը ողջ մնացած կլիներ։ Թե ով էր մեղավոր շենքի կառուցման ու փլուզման համար, արդեն ուրիշ թեմա է։ Չեմ կարծում, որ Բանգլադեշի կոռուպցիան ինչ-որ մեկին շատ հուզում է այս պահին, բայց ամեն դեպքում այս դեպքից հետո ամբողջ աշխարհը սկսեց այս ամեն ինչին մի քիչ ուրիշ տեսանկյունից նայել։ Որովհետև եթե իմանայիք, որ ձեր սիրելի խանութներում տեսականին ինչ-որ ժամանակ մի քանի օր ավել չէր թարմացվելու, բայց դրա փոխարեն հազարավոր կյանքեր էին փրկվելու, հաստատ չէիք ասելու, չէ, ինձ հենց այսօր մանգոյից ժակետ է պետք, որի համար հավանաբար վճարելու եք այդ ժակետը կարողի 1 ամսվա աշխատավարձը։ Բանգլադեշի գործարաններում ամսական $100 աշխատավարձով աշխատում է 5 միլիոն մարդ, որոնց մեծ մասը կանայք ու աղջիկներ են։ Համեմատած շատ ուրիշ երկրների, այստեղ ամեն ինչ ավելի էժան է, բայց անգամ այդ դեպքում իրանք կոպեկներ են ստանում։ Մեկ հոգով իհարկե հնարավոր չի մի ամբողջ ընտանիք պահել նման աշխատավարձով, դրա համար շատերը ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, չնայած որ աշխատում են շատ ավելի շատ, քան մեզնից ցանկացածը։ Եթե ընտանիքներում կա մեկից ավելի երեխա, մեկը գոնե աշխատում է գործարանում, որ մյուսը կարողանա կրթություն ստանա ու իրանց այդ ֆինանսական վիճակից դուրս հանի։ Այս ոլորտում աշխատողների թիվը հավանաբար շատ ավելի մեծ է, քան արդեն նշեցի, որովհետև կան շատ անչափահասներ, ովքեր աշխատում են գաղտնի սենյակներում ու ստանում են ավելի քիչ աշխատավարձ, որովհետև քանի որ աշխատանքը օրինական չի, բայց իրանց պետքա զուտ գոյատևելու համար, գործատուները ստիպում են, որ ավելի շատ ժամերով աշխատեն ու վճարում են ավելի քիչ, քան նվազագույն աշխատավարձը, որովհետև ոչ ոք չի գալու ստուգի, անգամ եթե ոստիկանները իմանան, շատ դեպքերում գիտեն ու ոչ մի բան չեն անում։ Գիտեն, որ ուրիշ հնարավորություն չկա ու այս երեխեքը ստիպված են այդտեղ։ Բանգլադեշի հազարավոր գործարանները մատակարարում են մեզ հայտնի շատ խանութների, որոնցից են H&M-ը, Zara-ն, Mango-ն, ASOS-ը, Uniqlo-ն ու էլի շատերը։ Խանութները անդադ փորձում են ավելի մատչելի մատակարարներ գտնել, դրա համար միանգամից աշխատում են մի քանի տարբեր գործարանների ու երկրների հետ։ Այսինքն, եթե աշխատում են մի գործարանի հետ, որ կոշիկը իրանց վաճառում է 3000 դրամով, գնում են կողքի գործարան ու ասում, տեսեք, մենք ունենք այս կոշիկի դիզայնը, ու եթե դուք կարողանաք մեծ քանակով նույնից ստեղծել ու մեզ վաճառել 2500 դրամով, մենք ձեզնից շատ ապրանք կգնենք։ Իսկ առաջին գործարանը, որ այդքան մեծ գնորդ չի ուզում կորցնել, ասում է, դե լավ, մենք ձեզ այս ապրանքը կտանք 2000 դրամով։ Այսպես ձևավորվում են շուկայի գները ու մարդկանց աշխատավարձերը։ Օրինակի համար վերցնենք այս բլուզը։ Տեսնում ենք երկու տարբեր տեքստուրաներ, որոնցից մեկը գործվածք է, այսինքն ձեռքով մի փոքր ավելի շատ աշխատանք է տարվել։ Տեքստուրաները միացնելը էլի հեշտ չի, տեսնում ենք նաև քարերը, այսինքն կարող ենք ենթադրել, որ ապրանքը այս դեպքում մի փոքր ավելի թանկ կհարժեցել։ Նման հագուստի համար Zara-ն վճարում է 2000-ից մինչև ամենաշատը 4000 դրամ։ Դրան հետո գումարվում են շիփինգի, մարքեթինգի, աշխատողների, խանութների պահպանման ու շատ ուրիշ ծախսեր։ Իսկ վերջում այս բլուզը մեզ վաճառում են 19900 դրամով, այն դեպքում, երբ իր իրական արժեքը չի գերազանցում 4000 դրամ։ Դուք վճարում եք հագուստը արագ ձեռք բերելու, գնելուց առաջ ֆիզիկապես տեսնելու, փորձելու հնարավորության ու բրենդի համար։ Իսկ եթե մտածում եք, որ եթե ավելի շատ վճարեք, ավելի որակյալ ապրանք եք ձեռք բերելու, այդքան էլ այդպես չի։ Բանգլադեշում ներկայումս գործում է 4000-ից ավել հագուստի արտադրամաս, որոնք ընդհանուր հաշվով տարեկան վաճառում են 45-ից 55 միլիարդ արժողությամբ ապրանք, ինչը կազմում է երկրի արտահանման եկամտի 85%-ը։ Բանգլադեշը աշխարհում երկրորդ ամենամեծ արտահանողն է հենց հագուստի արտադրության ոլորտում։ Հաջորդում են Վիետնամը, Հնդկաստանը էլի նույն պատճառներով, Թուրքիան լինելով միաժամանակ երկու մայրցամաքներում լավ տարբերակ է, եթե ուզում են խնայել ժամանակ, գումար տեղափոխության համար, աշխատուժը այնքան էժան չի, ինչքան Բանգլադեշում, բայց նաև այնքան թանկ չի, ինչքան Պորտուգալիայում։ Ինքը հայտնի է նաև լյուքս դասի կրկնօրինակներով։ Գործարանը գնում է մեկ օրինակ, չգիտեմ, օրիգինալ Louis Vuitton պայուսակ, ամեն մանրուք ուսումնասիրում են ու նույնությամբ կրկնում։ Այսպես նույն $5000 արժողության պայուսակի տեսքն են ստանում ու վաճառում $100-ով։
Երբեք ոչ ոք չի իմանա, եթե մասնագետ չի։ Չնայած որ Թուրքիայի ամբողջ տարածքում գործում է ավելի քան 20,000 հագուստի արտադրամաս, ավելի փոքր է իրանց արտահանման ցուցանիշները։ Բանգլադեշը արտահանում է հագուստի, կոշիկների ու աքսեսուարների 80-ից 85%-ը, մինչդեռ թուրքական արտադրանքի 50-ից 65%-ն է երկրի սահմաններից դուրս գալիս։ Որակապես հնարավոր է, որ թուրքական արտադրանքը մի փոքր ավելի լավը լինի, քան Բանգլադեշից ներկրածը, բայց դա իհարկե տարբեր է կոնկրետ պրոդուկտից կախված։ Թուրքիայից հետո եվրոպական երկրներն են, Իտալիան ու Գերմանիան մասնավորապես, որտեղ արտադրվում են թուրքական կրկնօրինակների արդեն օրիգինալ տարբերակները։ Իրանք այս fast fashion-ի, արագ նորաձևության, արագ մատակարարման հետ գործ չունեն։ Իտալիան օրինակ ավելի շատ կենտրոնանում է որակի ու ոճի վրա։ Աշխատուժը էժան չի այստեղ։ Ցանկացած փուլում, ցանկացած դետալի վրա աշխատում են դիզայներներ, ովքեր գործից լավ են հասկանում ու դրա համար էլ ավելի բարձր աշխատավարձ են պահանջում։ Բացի դա, նման երկրներում Բանգլադեշի մեկ ամսվա աշխատավարձով կարելի է ընդամենը 2 անգամ 2 հոգով ռեստորանում հաց ուտել, դրա համար եթե անգամ շատ չպահանջեին, մեկը էլի մի քանի $1000 ստիպված վճարելու էին։ Օգտագործված նյութերը, մատերիալները ավելի լավ որակի են լինում, մոդելները ավելի պահանջված են ու ավելի մեծ լսարան ունեն։ Ու այն բրենդները, որ ստեղծվել են օգտագործելով իտալական արտադրանք, ավելի բարձր գներով են վաճառվում, բայց իհարկե ավելի քիչ քանակով։ Այդ բրենդներից են Gucci-ն, Prada-ն, Armani-ն, պատկերացրիք։ Անցնենք Գերմանիային։ Պատկերացրեք երկու տուրիստ արդեն երրորդ երկրում։ Մեկը հայ է, մյուսը գերմանացի։ Ինչ է հագել հայ տուրիստը ու ինչ է հագել գերմանացի։ Բայց ինչի է այդպես։ Այդ գալիս է նրանից, որ եթե Հայաստանում մարդիկ ավելի շատ կրում են այն, ինչ ներկրված է երկրներից, որտեղ հագուստը արտադրում են հաշվի առնելով նորաձևությունը, գերմանացիները ավելի շատ օգտագործում են տեղական արտադրանք, որտեղ կարևորվում է դիմացկունությունն ու ֆունկցիոնալությունը։ Արշավական հանդերձանքը, բժշկական ու զինվորական համազգեստներ, այսինքն բաներ, որ պետք են որոշ մարդկանց, բայց ոչ բոլորին ու պետք են երկար ծառայելու համար, այլ ոչ թե ուղղակի նորաձև զգալու։ Արտադրում է Գերմանիան նորից ավելի բարձր գներով, բայց նաև օգտագործելով ավելի բարձր որակի նյութեր ու ֆունկցիոնալ դիզայն։ Սրանք աշխարհում խոշորագույն երկրներն են այս ոլորտում, բայց իհարկե առաջին տեղում Չինաստանն է ու այստեղ շատ բան ունենք խոսելու, քանի որ շատ ժամանակ չունենք, ընդամենը մի քանի կետի ենք անդրադառնալու։ Խոսքը այսօր հագուստի մասին է, բայց նույնը կարելի է ասել նաև մյուս ապրանքների մասին։ Թեմոյի ցածր գների պատճառները շատ են, բայց վերցնենք ամենապարզերը։ Նախ ինքը ապրանքները վերցնում է գործարաններից, տեղադրում հարթակում ու հետո վաճառվածը միանգամից ուղարկում մի ուղղությամբ։ Գործարանի ու սպառողի միջև միջնորդ դառնում է Թեմուն որպես հարթակ, տեղափոխող ընկերությունը ու մեր դեպքում նաև առաքող ծառայությունը կլինի HiPost, Onex թե Globing։ Անունը մոռացել էի։ Sorry։ Նույն գործարաններից նույն գներով ապրանքը ձեռք են բերում Zara-ն, Mango-ն, բայց մինչև սպառողին հասնելը ավելի շատ աշխատանք է տարվում։ Խանութները սովորաբար հենց գործարանի հետ այդքան կապ չունեն։ Իրանք ապրանքը ձեռք են բերում մի մարդուց, մի ընկերությունից, որ տարբեր գործարաններից ապրանքը հավաքագրում է միտեղ ու միանգամից վաճառում խանութներին։ Zara-ի դեպքում բոլոր գործընկեր երկրներից ապրանքը ուղարկվում է Իսպանիա, որտեղ գտնվում է իրանց գլխավոր պահեստը։ Այդտեղ արդեն որոշում են, թե որ երկիր ու որ մասնաճյուղ ինչ թվով ինչ ապրանք է գնալու։ Այսինքն, եթե Հայաստանը քրիստոնյա երկիր է ու հիջաբ կրողներ կարելի ասել չկան, իրանք չեն ուղարկում հագուստ, որ նախատեսված է մուսուլման կանանց համար։ H&M-ն ու LC Waikiki-ն ուղարկում են տարածքային պահեստամասեր, այսինքն եթե օրինակ պահեստ ունեն Գերմանիայում, ուղարկում են այնտեղից արդեն ցրում են Եվրոպայի տարբեր երկրներ։ Այսինքն դուրս է գալիս, որ այդ հագուստը անցնում է երկար ճանապարհ, անցնում է մի քանի տարբեր երկրներով, տարբեր փուլերով, դրան գումարվում է շիփինգի գումարը, մարքեթինգ, աշխատավարձեր, խանութ, այն բոլոր ծախսերը, որ բոլորիս արդեն պարզ է ու վերջում նույն Թեմուի ու Շիենի ապրանքը վաճառում են մի քանի անգամ ավելի թանկ։ Իրականում խանութին էլ մեծ եկամուտ չի մնում, այն նույն 19900 դրամանոց բլուզից իրանց մնում է 2-3000 դրամ։ Ի տարբերություն մյուս երկրների, Չինաստանում աշխատավարձերը այդքան էլ ցածր չեն։ Գործարաններում աշխատողների համար աշխատավարձը կարող է սկսվել $400-ից ու հասնել մինչև 800-ի։ Ըստ թիվի իհարկե երկրի տարբեր հատվածներում, տարբեր քաղաքներում շատ տարբեր է։ Չնայած որ աշխատանքը ծանր է ու օգտագործվող տարբեր քիմիական նյութերի պատճառով կարող է նաև վտանգավոր լինել, գիտենք, որ աշխատողներին չեն շահագործում, կամ այդպես են ասում։ Դրա մասին կխոսենք հետո առանձին, եթե քննարկենք Շիենը, բայց այսօր այդ թեմային չենք անդրադառնում։ Բայց եթե սովորական գործարաններում սովորական աշխատավարձեր են տալիս, ոնց են կարողանում ապրանքը այդքան էժան վաճառել։ Առաջին հերթին կենտրոնանում են քանակի վրա, այլ ոչ թե եկամտի չափի։ Մեկ հատ սովորական բլուզ կարելու համար աշխատողներին վճարում են 150-ից 300 դրամ։ Կտորը արժի 580-ից 980 դրամ։
80-ից 160 դրամ ծախսում են բրենդավորելու համար, ու այդ ամեն ինչը անելու համար կան նաև գործարանի ծախսերը, որ յուրաքանչյուր կարված հագուստից լինում է 200-ից 400 դրամ։ Այսինքն արտադրության համար ծախսում են 1000-ից 1800 դրամ կոպիտ հաշվարկով, ինչին գումարվում է 80-ից 160 դրամ գործարանի եկամուտը։ Հետո արդեն տեղափոխման ծախսը, որ ինձ շոկի ենթարկեց, որովհետև 1 կտոր հագուստը երկրից երկիր փոխանցելու համար Թեմուն վճարում է 30-ից 60 դրամ։ Ծախսերը կարող են կրճատվել կախված նրանից, թե ինչքան ձեռքի աշխատանք է պահանջվում, ինչ քանակությամբ են նույն ապրանքից արտադրում ու ամենակարևորը, թե որտեղից են ձեռք բերում կտորը։ Հիմա ինչպես Թեմուից գտնել լավ որակի, լավ կտորից հագուստ, այդքան էլ հեշտ չի, բայց ձեզ օգնելու համար երկու բան կա։ Առաջինը կարծիքներն են, որտեղ շատ հաճախ նկարներ են տեղադրում ու շատ հեշտությամբ կարող եք տեսնել, թե այդ հագուստը իրականում ինչ տեսք ունի։ Նույնը կարելի անել ցանկացած ուրիշ ապրանքի դեպքում։ Եթե պատվիրել եք արձանիկ, բայց ձեզ հասել է թղթին նկարված ինչ-որ պատկեր, այդ նրանից է, որ չեք ստուգել կարծիքները, որտեղ ձեզնից առաջ ինչ-որ մեկը արդեն հասցրել է սխալվել։ Հագուստի դեպքում երկրորդ տարբերակը կտորի տեսակը ստուգելն է։ Թեմուում, Շիենում ու նման հարթակներում սովորաբար վաճառվում է հագուստ, որ կարված է պոլիեստերի։ Պոլիեստերը կարելի է ասել հագուստի տեսքով պլաստիկ է։ Թելը ստանում են նավթից։ Ինքը բավականին մատչելի է, ներկը ավելի երկար է պահպանում ու դիմացկուն է, ինչի պատճառով էլ գործարանների համար կատարյալ տարբերակ է։ Անգամ եթե պիտակը չեք ստուգել, պոլիեստերը տարբերակելը շատ հեշտ է։ Առաջին հայացքից երևում է, որ բարակ է, բայց ինչ որտեղ նաև կոշտ է։ Նվալուց հետո հարթուկելու կարիք չի լինում, որովհետև ինքը պլաստիկ է, վերադառնում է նույն տեսքի։ Քանի որ հագուստի արտադրամասերի համար ինքը շատ լավ տարբերակ է, իսկ գնորդները տեսնում են, որ էժան հագուստ կա, մտածում են մեկի փոխարեն կարելի է 5 գնել։ Գործարանները սկսում են մեծ քանակությամբ պոլիեստեր սպառել ու ուղարկել աշխարհի տարբեր հատվածներ։ Արդյունքում մենք ձեռք ենք բերել խնդիր, որ դեռ շատ չի զգացվում, բայց հետագա տարիների ընթացքում ավելի է լրջանալու։ Այնա, որ ինքը շատ դժվար է քայքայվում, իսկ գործարանները արտադրում են ավելի մեծ քանակությամբ, քան իրականում պետք է։ Ու բացի դա, ամեն անգամ լվանալուց ինքը միկրոպլաստիկներ է բաց թողնում, ինչը հետո մենք շնչում ենք, ուտում ենք, հետո նստում ու մտածում ես հիվանդությունը որտեղից եկավ կպավ ինձ, եթե ես առողջ ապրելակերպ եմ վարում, եթե ես առողջ եմ սնվում։ Մեր ցեղում էլ նման բան չի եղել։ Նեյլոնը, որ էլի շատ կտեսնեք, եթե հենց նեյլոն գրված չի լինում, պոլիամիդը էլի սովորաբար նշանակում է, որ դա է։ Սա շատ նման է պոլիեստերին, բայց ավելի փափուկ է ու ինչ որտեղ նաև ավելի դիմացկուն։ Սպանդեքսն ու էլաստանը օգտագործվում են ձգվող կտորների համար, կլինի լեգինս, ձգվող ջինսերը, ամեն ինչ, որ սովորականից ավելի շատ է ձգվում։ Օգտագործվում է քիչ քանակությամբ ու խառնվում է ուրիշ թելերի հետ, ինչը նշանակում է, որ վերամշակելը ավելի բարդ է լինելու։ Կտորի տեսակները խառնելը նշանակում է, որ վերամշակումը ավելի է բարդանում, որովհետև թելերը նախ պիտի առանձնացվեն, ինչը տեխնիկապես հեշտ չի։ Օրինակ շատ կտեսնեք պոլիեստեր ու բամբակ նույն հագուստի մեջ։ Մարդիկ տեսնում են բամբակ, մտածում են, որ ուրեմն լավն է։ Անտեսում են մնացած բոլոր բաղադրիչները, հետո էլ ասում են բամբակ էր, բայց անորակ էր, զիբիլ էր։ Եթե անգամ 100% բամբակ է գրված, դա չի երաշխավորում, որ հագուստը որակյալ է։ Բամբակը ինքն էլ կարող է լինել լավ ու վատ որակի, կախված նրանից, թե որտեղից են ստանում ու ոնց են մշակում։ Չինաստանը աճեցնում է ամբողջ աշխարհում բամբակի 20%, իսկ դրա մեծ մասը 85-ից 90%-ը աճեցվում է Շինջանգում։ Չնայած որ այս տարածքը պատկանում է Չինաստանին, կոչվում է Շինջանգի Ույղուր ինքնավար տարածաշրջան։ Իսկ այստեղ ինքնավար կոչվում են այն տարածքները, որոնք հիմնականում բնակեցված են փոքրամասնություններով։ Ույղուրները ղազախների, կիրգիզների, ուզբեկների նման թուրքական ծագումով մուսուլման ժողովուրդ են։ Այդ տարածքում շատ վաղուց են բնակվում, բայց պատմության ընթացքում մի քանի անգամ Չինաստանը կարողացել է տիրանալ այս տարածքին ու հիմա հատկապես չի ուզում կորցնել, որովհետև տնտեսության համար շատ կարևոր շրջան է։ Ինքը հարուստ է նավթով, բնական գազով, ածուխով, տարբեր մետաղներով, հանքանյութերով, մի խոսքով, բնական ռեսուրսներով ամենահարուստ տարածքներից մեկն է Չինաստանում ու նաև սահման ունի միանգամից 8 երկրների հետ, ինչը ցանկացած երկրի տնտեսության համար շատ մեծ նշանակություն ունի։ Բնակչությունը 25 միլիոն է, որից 44-ից 45%-ն է ույղուր, չնայած որ իրանց պատմական տարածքն է։ 42%-ը բնիկ չինացիներ են, ովքեր այդտեղ տեղափոխվել են 1950-ից 80-ական թվականներին, այն բանից հետո, որ տարածքը պաշտոնապես անցավ Չինաստանի տիրապետության տակ։ Քանի որ մինչև այդ բնակչությունը հիմնականում ույղուր էր, իսկ փոքրամասնությունները էլի նման ժողովուրդներ են Կենտրոնական Ասիայից, Չինաստանը մտածում է, որ մի օր կարող է փորձեն անկախանալ
ինչը իրենց տնտեսության համար լավ չէր լինի։ Դրա համար որոշում է մեծ թվով չինացիների միանգամից ուղարկել այդտեղ աշխատելու, հիմա էլ իրենց սերունդները ծնվել ու մեծացել են այդտեղ, շարունակում են այնտեղ մնալ։ Մի օր սկսում են լուրեր տարածվել, որ այստեղ մարդկանց ձերբակալում էին ու տեղափոխում ճամբարներ, որտեղ ստիպում էին, որ ուրանային իրենց կրոնը, լեզուն, ձուլվեին չինացիների հետ, որովհետև կառավարությունը վախենում էր, որ մի օր այս մարդիկ կգանգնեին ու կասեին մենք առանձին ժողովուրդ ենք, մենք մեր պատմական հողում ուզում ենք մեր սեփական պետությունը։ Մինչև այդ իրականում ոչ ոք չէր հետաքրքրվում այս մարդկանցով, որովհետև ամեն դեպքում Չինաստանի տարածքում են ապրում, որտեղ սոցհարթակները սահմանափակ են ու ընդհանրապես ինտերնետը ամենի սահմանափակ է։ 2017 թվականին ուйղուրները, որ ապրում էին արտերկրում, սկսում են դիմել իրենց պետություններին, որ երկրում որ ապրում են, ու խնդրում են օգնություն, որ կարողանան գտնել իրենց հարազատներին։ Զանգում էին կոնկրետ մարդկանց, որ չէին պատասխանում, կամ զանգում էին ընտանիքի անդամներից մեկին ու ասում էին, որ այդ մարդը անհետացել է, չգիտեն որտեղ է։ Հարևաններից էլի մի քանի հոգի անհետացել են ու գաղափար չունեն, թե որտեղ են, ոչ էլ գիտեն որտեղ փնտրեն։ Ժամանակի ընթացքում որոշ մարդիկ, որ անհետացել էին, նորից հայտնվում են, մի քանիսը հազվադեպ, բայց կարողանում են երկրից դուրս գալ ու պատմում են այս ճամբարների ու իրականում տեղի ունեցածի մասին։ Չինաստանը հերքում էր, որ նման բան կա, բայց հետո վերջին տարիների ալբանիակային պատկերները համեմատելով տեսնում են, որ մեծ թվով շինություններ են կառուցվել հենց այդ տարածքում, որ համապատասխանում են այս փրկվածների նկարագրություններին։ Դրանից հետո Չինաստանը էլ չէր կարող հերքել, որ եղել է նման բան, որ կա նման բան, բայց ասում են, այստեղ ոչ ոքի չեն տանջում։ Ճամբարները գոյություն ունեն, բայց իրականում ստեղծվել են այս մարդկանց օգնելու համար։ Ուզում էին, որ բոլորը լավ չինարեն իմանան, որ իրանք էլ հետագայում լավ աշխատանք ձեռք բերելու հնարավորություն ստանան։ Չի խանգարում, որ մուսուլման են, բայց ուզում են վստահ լինել, որ ահաբեկչություններ չեն լինելու։ Ուզում էին, որ բոլորը հավասարապես կրթված լինեն Չինաստանում, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Բոլորս գիտենք, որ սոցիալիստ երկրներում կրոնները սովորաբար արգելված են լինում, որովհետև մարդիկ իրանց կամքով թե կամքին հակառակ ստիպված են լինում պաշտել երկրի առաջնորդին։ Շատ մարդիկ, որոնց պահում էին կալանավայրերում, ստիպված են լինում աշխատել ու աշխատանքը սովորաբար լինում էր գյուղատնտեսության ոլորտում։ Ասում էին, որ փորձում էին աղքատությունը վերացնել Չինաստանում ու դրա համար այս մարդկանց սովորեցնում էին, թե ոնց պիտի բամբակ աճացնեն, մշակեն բամբակը, ընդհանրապես բամբակի հետ աշխատեն, որ ճամբարից դուրս գալուց հետո կարողանան աշխատանք գտնել։ Բայց դա էլ ասուտ, որովհետև մարդիկ այստեղ տարիներով էին մնում, աշխատում էին ավելի շատ ժամեր, քան նորից օրենքով թույլատրելի էր, ու դրա համար չէին վարձատրվում։ Իրանց այդքան սովորել պետք չէր։ Ժամանակակից ստրկություն, որին ուզենք թե չուզենք աջակցում ենք մենք, որովհետև ուրիշ տարբերակ չունենք։ Բամբակը, որ արտադրվում է այստեղ, հետո արտահանում են, դառնում է հագուստ, շատ էժան հագուստ, հայտնվում է խանութներում, տարբեր հարթակներում, հետո վերջում արդեն մեր պահարաններում։ Ճամբարները դեռ կան, շարունակում են գործել։ Ամեն օր 5-ից 10 հազար նոր պրոդուկտ է հայտնվում Թեմոյում ու չգիտենք դրանցից քանիսն են հագուստ, որ ստացվել են բամբակից, որ աճեցրել են այս մարդիկ։ Չգիտենք քանիսն են պոլիեստերից ու թե ինչ լուրջ հիվանդություններ կարող են առաջացնել։ Խնդիրն է նա, որ կապ չունի թե Թեմոյից եք առնում ձեր հագուստը, թե խանութներից, որ ամեն քայլափողին տեսնում ենք, բոլոր դեպքերում վնասում ենք ինքներս մեզ ու նաև արտադրողներին։ Ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ մեկ ջինսի համար վճարել մի քանի $100 ու դրա համար ոչ ոք մեղավոր չի։ Կարճ ասած, կյանքն արդարա բոլորի նկատմամբ, թե այն մարդկանց, ովքեր կոպեկների դիմաց այս հագուստը կարում են մեր համար, ու թե մեր համար, որ առաջին հայացքից այստեղ շահող կողմն ենք, բայց վնասում ենք ինքներս մեզ։ Նորից եմ ասում, ես այստեղ չեմ, որ ձեզ ասեմ, թե որտեղից կատարեք ձեր գնումները, բայց եթե այս ամեն ինչից ինչ-որ բան սովորեցինք, հուսով եմ այնա, որ մեզ այդքան շոր պետք չի։ Թե ինչքան վատ անդրադառնում ես ամեն ինչը էկոհամակարգի վրա, ինքն իրենով շատ մեծ թեմա է, դրա համար այսօր չենք խորանում։ Միգուցե ուրիշ մի օր եթե կհետաքրքրի, բայց այսօրվա համար այսքան։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Գնացինք, bye։